Շարունակում ենք ծրագիրը հարգելի հեռուստադիտողներ եւ ուրախությամբ կարծում եմ ձեզ էլ այդ փաստը ուրախացրեց, Դերենիկը արդեն տեղեկացրեց, այժմ արդեն մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն, բարի վերադարձ։ Այո, վերադարձ Հայաստանի Հանրապետությունից, Երևանից, չեմ կարող չհարցնել ինչպես էիք ձեզ զգում, ինչ կար չկար Հայաստանում։ Դե հայերենիքում չեմ կարող ված գալ ինձ, բնականաբար ինձ համար շատ կարևոր այց էր բոլոր առումներով, նաեւ շփումները շատ օգտակար էին, նաեւ այն որ տեսա շատ ուսուցողականներ ինձ համար իմ հետագա վերլուծություններում ուրեմն ավելի ճիշտ հասկանալու խնդիրները եւ տրամադրությունները բնականաբար բայց մնացած շատ հարցերում հակասական շատ տպավորություններ ունեմ ես կուզենայի տեսնել ավելի կանաչ քաղաք ավելի մաքուրոտ որովհետև շինարարական բում էր սկսվել Հայաստանում, սա խնդիր է, որը իրոք լուրջ խնդիր է, որովհետև մենք այստեղ գիտեք, այստեղ փոշին շատ չկա, համեմատ, այսինքն մենք կարող ենք այստեղ ամիսներով ավտոմեքենան չլվանալ, որտեղ փոշի չկա մեծ հաշվով, այնտեղ համակարգիչից բացեցի 2 ժամ այսպես շեղվել էի, եկա տեսա ամբողջ համակարգիչի վրա փոշի է, բայց այդ փոշին շնչում են երեխաները, եւ ոչ միայն բոլորն են շնչում այդ փոշին, մեծահասակները եւ այլն։ Եվ ցավոք սրտի այդ կանոնը օրինակ այստեղ չես կարող շենք կառուցել եւ համապատասխան կանաչապատ տարածք դեմը չլինի։ Բոլոր յուրաքանչյուր շենք ուղղակի չես կարող շարունակել դա։ Այնտեղ կարծես թե այդպիսի օրենք կա ինձ ասացին, բայց massայաբար այդ օրենքը շրջան, եթե այդպիսի օրենք կա, massայաբար այդ օրենքը շրջանցվում է, այսինքն ամբողջը քարի շենքեր առանց կանաչ կտորի։ Սա ցավալի էր իհարկե, եւ ընդհանուր էլի շատ բաներ կար, որ եւ դրական եւ ուրեմն բացասական մի խոսքով ընթացքում քաղաքական առումով բնականաբար մարդկանց ուրեմն տրամադրությունները հասկանալի էր, ապաթիան էր շատ ցավոք սրտի անտարբերություններ շատ շատերը ուղղակի ուզում են իներցիայով գնա ինչ կլինի, թող միայն խաղաղություն լինի, իհարկե բոլորս էլ ցանկանում ենք խաղաղություն, բայց ցավոք սրտի, այո, մարդիկ հոգնել են շատ նաև քաղաքական առումով, բայց հոգնելը դա լուծում չի, հոգնելը դա պատասխան չի, հոգնելը դա ուրեմն դարման չի եւ մարդիկ պետք է հասկանան, որ ինչքան հոգնեն, այնքան ավելի մեծ մարտահրավեր են ստեղծելու սեփական երեխաների, սեփական երկրի համար։ Հիմա հոգնելու ժամանակը չի, հիմա եւ դեռ հոգնել հասկացությունը այն էլ երկրի հարցում, այն էլ սեփական ուրեմն հայրենիքի հարցում դա ինձ համար անընդունելի է։ Այդուամենայնիվ հասկանալի լարվածությունը այս 5 տարվա մարդկանց վրա զգացվում է, ինչ որտեղ հասկանալի է, բայց պետք է ուշքի գալ եւ պետք է հասկանալ, որ խաղաղությունը օդից չի իջնելու։ Լավ, երևի արդեն ամեն օրվա տեղեկատվության համեմատ կշարունակվեն մեր զրույցները, ձեր վերլուծությունները, այսօր հիմնական թեմաներին Միացյալ Նահանգներից անդրադառնանք, որ նաև վերաբերում են Ուկրաինային, բաղից նախ եւ առաջ Մայք Վոլցը ազատվեց աշխատանքից, ինքը գնաց, չեն ասում հեռացրեցին, բայց ստիպված էր գնալ կամ այսպես։ Ամեն դեպքում հաղորդվում է, որ պատճառը Telegram ալիքի լրագրողի միացնելն էր խորհրդակցությանը։ Այո, սիգնալով քննարկումներ։ Բայց նաև տողատակով ինչ որ բաներ են ասեմ, հերթով ասեմ, այո։ Ուրեմն տեսեք, սիգնալի պարագայում սովորաբար հրաժարական պետք է հետևեր անմիջապես։ Այն ժամանակ Տրամպը աջակցեց Վոլցին։ Այո, ասաց, որ լավ տղա է։ Այո, ես այս կարծիքը չեմ կիսում, որովհետև ճիշտ ասած հետևեցի քննարկումներին, ինչ է կատարվում, ինչ է տեղի ունենում, ինչ կարծիքներ կան եւ այլն։ Գիտեք, հիշում եք, մեզ խոսում էի, որ ամերիկյան ադմինիստրացիայում արդեն պարակտում կա։ 2 ճամբարներ կան եւ մենակ ես չեմ խոսում, իհարկե շատերն են այդ մասին ասում, որ հատկապես Witkoff-ի միջամտությունը չլինելով դիվանագետ, չլինելով որևէ պաշտոնյա, վերցրել է Մայք Վոլցի, այո, Մարկո Ռուբիոյի պարտականությունները եւ սա առաջացրել է դժգոհություն ուրեմն ոչ մագա թևի մեջ այդ ռեյգանիստների այդ դասական կլասիկ հանրապետականների շրջանում եւ Մարկո Ռուբիոն եւ Մայքլ Վոլցը դրանք չեն պատկանում մագա թևին իհարկե իրանք սատարում են Տրամփին, իհարկե իրանք կրկնում են այն Տրամփի շուտ ասելուկները, բնականաբար, հա, աննախադեպ, ես երեք Կարոլին Լեյվիթը հրավիրել էր ուրեմն 100 օրվա նվիրված ուրեմն հատուկ այսպես ասած բրիֆինգ
Եվ ես ուրեմն լևիտներ եւ հիմնական խոսացող այլ բանախոսեր եւ ես չեմ կարող հաշվել, քանի անգամ լսեցի պատմական աննախադեպ 100 օրը այսպիսի հրաշալի 100 օր երբևիցե չենք ունեցել, բայց փաստը այն է, որ առանց կոնգրեսում ելույթի տեղի ունեցավ անգամ 100 օրը, որը պատմական միշտ ասում էին, բայց կոնգրեսի առաջ էր ելույթ լինում։ Չէ, կոնգրեսի առաջ ելույթը մարտի սկզբին է միշտ սովորաբար լինում, դե ելույթը եղավ կոնգրեսի առաջ, ես չգիտեմ 100 օրվա համար այդպիսի բան նախատեսված է թե չէ, բայց այդուամենայնիվ պետք է մի բան շեշտեմ, հաջորդ շաբաթվանից Լոս Անջելեսի նավահանգիստը, որը ամենախոշոր նավահանգիստն է, ուրեմն երևի արևմտյան, ուրեմն արևմտյան, մոռացա, ուրեմն աշխարհամասում եւ ապրանքների մոտ կեսը, գրեթե կեսը Չինաստանից են գալիս, հաջորդ շաբաթվանից 35%-ով պակաս ապրանք է ընդունում։ Արդեն գործազրկություններ, արդեն կսկսվեն գործազրկություններից միասին նաեւ ենթադրում եմ բողոքի ակցիաներ եւ կանխատեսում են ցավոք սրտի գների բարձրացում, որովհետեւ 145%-անոց տարիֆներով այլևս այդքան քանակությամբ ապրանք բնականաբար վաճառել չես կարող։ Այո, իհարկե, գիտեք, բայց երեք Թրամփը էքսկլյուզիվ ինտերվյու էր տվել հեռուստաընկերություններից մեկին եւ բացի այդ ելույթ ունեցավ Միչիգանում մեծ հանրահավաքի առաջ նշանավորելու 100 օրը, այնտեղ որում էր չեմ հիշում, բայց նշեց, որ Չինաստան են գնում նավերը ու վերադառնում են։ Այսինքն Չինաստանն էլ շատ լուրջ խնդրի առաջ է ընկնում եւ դա թերևս կբերի Այո, եւ ինքը ասաց, որ այո, գիտեմ ինչ եք ասում, ինքը ասաց, որ ինքը Չինաստանին կարծես թե խղճում է, ուրեմն կարծես թե այսպես ափսոսում է Չինաստանի համար, մեր խնդիրները թողած Չինաստանի համար է ափսոսում, 145% տարիֆա դրել ու ափսոսում, այո, այդպիսի բան կա, բայց այստեղ դեռ հարց է ովատ ուժում, հիմա սկսենք լավ, երկու բառ ասեմ, երևի ու անցնենք, որտեղ այդ Վոլցի հարցը կարևոր է, տեսեք, առաջինը տարիֆների քաղաքականությունն է, այսինքն Ստիվ Ուիտկոֆն էր, բանակցություններ, որտեղ ըստ էության պրոֆեսիոնալ մարդկանց, որոնք կոմպետենտ են, դուրս է թողել ինչ-որ ոչ պրոֆեսիոնալ բիզնեսմեն, որը ասում է, որ ամբողջ կյանքը իմ կուռքը եղել է բանը, Թրամփը, երբ որ ասում է Թրամփը գալիս էր, ես այն ժամանակ իրավաբան էի, ես միշտ ուզեցել եմ իր նման լինեմ եւ այլն, ու այս մարդը, որը Պուտինին սիրում է, որը բանակցությունները վարում երկու թրեքով, այսինքն իրանական եւ ուրեմն կարևորագույն թրեքերով բանակցություն չունենալով այդպես կոմպետենցիա, չունենալով այդ փորձը, բնականաբար սա չէր կարող չզայրացնել։ Այո, գործարար է հիմա։ Այո, real estate-ի ոլորտում է, եթե չեմ սխալվում, ամենից գործարար է։ Նախկինում իրավաբան է, այո։ Մի խոսքով, այս շարունակենք երկրորդ հատվածը։ Վոլցի պաշտոնին, այսինքն հնարավոր է Մենք ես խոսում եմ ինչու պատճառների մասին Վոլցի հրաժարականի, կշարունակենք երկրորդ մասում։ Հիմա գնում ենք գովազդային դադարի։ Բայդուբայ.am, այո, Բայդուբայ.am Դարձեք անշարժ գույքի սեփականատերը Դուբայում Բայդուբայ.am-ի օգնությամբ եւ մենք ապահովենք Արաբական Միացյալ Էմիրությունների ձեր ռեզիդենտության քարտը։ Արաբական Էմիրություններում առանց տոկոսագումարի ձեռք բերեք անշարժ գույք սկսած $140,000-ից, ստանալով մինչև 15% եկամուտ Բայդուբայ.am-ի օգնությամբ։ Մեզ հետ կարող եք կատարել եզակի ներդրումներ Mercedes-Benz, Bugatti, Burj Khalifa եւ Դամակ ճարտարապետական գլուխգործոցներով հայտնի MR եւ Bugatti-ի հեղինակավոր կառուցապատողներին պատկանող անշարժ գույքի շուկայում։ Կատարեք ձեր ներդրումը ֆինանսական ժամանակակից երկնաքերերի, շքեղ հյուրանոցների, ոսկեփայլ լողափերի եւ ֆինանսական բարձունքներ նվաճելու քաղաքում։ Բայդուբայ.am Մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, ուրախություն ձեզնից շատերի վստահ եմ եւ շարունակենք երևի զրույցը հենց Վոլցի շուրջ, որովհետեւ դուք ունեք տեղեկություն, որը մենք չենք հրապարակել, նոր է հրապարակվել։ Այո, հա, ես չգիտեի որ չեք տվել, որ դուք բանը Վոլցի փոխարինողը լինելու է Մարկո Ռուբիոն եւ սա աննախադեպ է Նիքսոնի նախագահության ժամանակ, եթե չեմ սխալվում, մի այդպիսի վերջին անգամ այդպիսի երկու կարևորագույն պաշտոնը համատեղել է արդեն լուսահոգի մոռացա ասեցի մոռանում Հենրի Քիսինջերը եւ բնականաբար սա ժամանակավոր որոշում կլինի, բայց ինչն է հետաքրքիր, այս կարևորագույն փոլում, երբ որ գնում են Իրանի հետ բանակցությունները, երբ որ հութիների հետ կա խնդիր, երբ որ Հնդկաստան-Պակիստան պատերազմը սկսվելու, երբ որ տարիֆների հարցն է, երբ որ Կանադայի հետ լարվածություն է,
այս իրավիճակում եւ ռուս-ուկրաինական բանակցություններն են ազգային անվտանգության հարցերով խորհրդականը լքում է պաշտոնը եւ այս ծանր իրավիճակում եւ գիտեք ինչա հեշտ չի որ ինչ որ մեկը 0-ից գա մենք արուսակյաց զրուցում ենք ընդմիջում որ կավարկած որ կարող է լինել հենց Ստիվ Ուիտկոֆը այդ պաշտոնում դա իհարկե կլինի խայտարակություն բայց որքան հասկանում եմ կոնգրեսով պետք է անցնի նորից այդ տեխնացությունը ուրեմն եւ ես շատ հուսով եմ որ նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը եւ չի զբաղեցնի այդ պաշտոնը բայց համենայնպես մենք տեսնում ենք որ Իլոն Մասկը լքում է Մասկը ժամկետը լրանում է այո չէ դեռ կարող է շարունակել մենք գիտենք որ ուրեմն կառավարման բորդը բանի Տեսլայի որոշել էր իրեն CEO պաշտոնից հանել որովհետեւ ինքը արդեն վտանգում է Տեսլայի գոյությունը եւ բնականաբար հիմա Իլոն Մասկը շնորհակալություն է կարծես հայտնել եւ դուրս է գալիս այո ասաց որ ինքը իր գործը այո եւ հիմա այս իրավիճակում երբ որ Տրամպի վարկանիշը անկնում է իսկ Ուիտկոֆը հուսով եմ որ Ուիտկոֆի թևը չի հաղթի որտեվ երկու թև կար պայքարող Մայքլ Վոլցն ու Մարկո Ռուբիոն Ուկրաինայի կողմնակիցներ են եղել միշտ եւ իրենք ամեն ինչ անում էին որպեսզի եւ կա տեղեկություն որ ակամ վեճ է եղել Տրամփի ներկայությամբ Ուիտկոֆի եւ ուրեմն Վոլցի միջև եւ այլ այդպիսի տեղեկություններ են պատտվում եւ բարբերաբար այդ քննարկումները եղել են եւ հիմա Վոլցը դուրս է գալիս հիմա թե Տրամպը վստահ չէ Վոլցի վրա թե Վոլցը չի ուզում ստորագրի այն ամեն ինչ տակ ինքը պատրաստվում է անել Տրամպը ես սա չեմ կարող ասել որովհետեւ սա վտանգավորագույն իրավիճակ է որովհետեւ ես չգիտեմ համենայն դեպս այս որոշումը ես չեմ կապի այդ սիգնալի, որովհետև դա արդեն մեկ ամիս առաջ է եղել, դա արդեն անցած էտապ է, մարդիկ արդեն մարսել էին։ Դեմոկրատների ճնշումների։ Դե ես չեմ կարծում, որ այդպիսի մեծ ճնշումներ կան, համենայնպես լուրջ վերլուծաբաններն էլ խոսում են, որ պատճառները շատ ավելի լուրջ էին։ Հութիների հետ կապված, հիշում եք, որ Թրամփը հարվածեց հութիներին եւ այնպես ներկայացրեց, որ հութիներից վերջել ծպտուն չի լսվի։ Մինչեւ հիմա հութիները հարվածում են ամերիկյան նավերին, հանուն ճշմարտության։ Եվ ասեմ, բավականին լրջագույն վնասներ էլ հասցնում են ամերիկյան նավատորմին։ Այսինքն իրականում այս հարցերը, այս խորհուրդները բնականաբար նրան պետք է տված լիներ Մայքլ Վոլցը, այսինքն մենք չգիտենք որ թրեքի հետ է կապված, որ իրավիճակի հետ է կոնկրետ կապված, որ խորհրդի հետ է կապված, որ այսպիսի իրավիճակ է ստեղծվել։ Ռուս-ուկրաինական բանով իրենք կնքեցին այդ համաձայնությունը, կարծում եմ այստեղ մի քիչ չեմ կարող ասել այս իրավիճակում, բայց այս ամբողջ ուրեմն վտանգը, որտեղ հիմա մեկը չի կարող գալ ու 0-ից մտնել, պատկերացնեք ինչքան է բանակցվել։ Բանակցությունից մեկ ամեն ինչին մասնակցել է Մայքլ Վոլցը ու վտանգավոր պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում եւ այս պահին Մայքլ Վոլցը գնում է Իրանը սկզբում հայտարարեց, որ հրաժարվում են բանակցությունների, այսինքն ոչ թե կասեցնում են, այլ Իրանի հարցերը միանշանակ չի, մենք բայց հութիներին կապում են արդեն երկու շաբթի կխոսենք, Նեթանյահուն գնում է Ադրբեջան, շատ վտանգավոր այց է, ընդ որում այստեղ մենք ունենք մի հատ վտանգավոր իրավիճակ, հուսով եմ, որ այդպես ուրեմն քանի որ Փաշինյանը գնում է Մոսկվա, ամսի 8-ին եթե Նեթանյահուն 5 օրյա այցով, ասում են 5 օրյա այցով գնում է Ադրբեջան, այս իրավիճակում Ալիևը կարող ասել, դե տեսնում եք, ես չեմ կարող գալ Մոսկվա։ Պատկերացրեք մենք ինչ իրավիճակում կհայտնվենք, հա։ Մոդին հրաժարվեց գնալ եւ այլն։ Մի խոսքով մենք Մայքլ Վոլցի հետ կապված այսպիսի իրավիճակ ունենք, որ եզրակացություն, այո, Ռուբիոն կշարունակի, հա, եւ ասեմ մի տեղեկություն էլ Մայքլ Վոլցը նշանակվում է Միացյալ Նահանգների դեսպանը Միացյալ Ազգերի կազմակերպությունում, որ նա կզբաղեցնի, այսինքն պետք է այդ պաշտոնը խոստացված էր Տրամփի կողմից Էլի Ստեֆանեկին, բայց ըստ էության Տրամփը փոխում է որոշումը եւ հիմա այդ պաշտոնը ինքն է հրապարակել։ Այո, ինքը ասաց, որ ինքը դեռ գոված Վոլցին, ասաց, որ ինքը իր փորձով բան եւ այլն, True Social-ում ազդարարեց մի քիչ առաջ, որ այդ պաշտոնը Միացյալ Ազգերի կազմակերպությունում ԱՄՆ-ն կներկայացնի Մայքլ Վոլցը, իհարկե Վոլցի համար սա իջեցում է։ Դե Միացյալ Նահանգների նախագահն էլ եւ իր բոլոր կառավարության անդամները ասում էին, որ ՄԱԿ-ը մեզ Դուք հիշում եք, որ Վոլցը ընտրվել էր Ֆլորիդայից եւ կողմակում են գնում։ Այո, եւ ըստ էության իր համար իհարկե հատկապես այո, շատ ճիշտ դիտարկում էր, հատկապես որ Թրամփի համար ՄԱԿ-ի դերակատարությունը ընդհանրապես ցածր է, բայց խնդրեմը հետեւյալն է, ավելի հետաքրքիր էր Վոլցի համար լինել այսօր ուրեմն կոնգրեսում, քան ուրեմն գնալ եւ ինքը ընտրվել էր Ֆլորիդայից եւ դուք հիշում եք որ վերջերս ընտրություններ եղան եւ շատ փոքր առավելությամբ Ֆլորիդայի ուրեմն տրամաբանությամբ հաղթեցին
ուրեմն հանրապետականները, որցի տեղը զբաղեցրեց ուրեմն հանրապետական, բայց այնտեղ սովորաբար 30-40% տարբերությամբ են այդ ընտրատեղամասում հաղթում հանրապետականները, այս անգամ 10% տարբերությամբ էին հաղթել եւ դա պանիկա էր առաջացրել հանրապետականների շրջանում եւ իդեպ քանի որ չենք հասցնի խոսել, երկու բառով ասեմ Ուկրաինայի եւ ուրեմն բանի հետ կապված, մի շատ կարեւոր բան կարող ենք նկատել արդեն մանրամասները հետո արդեն հայտնի կլինի, մի քանի բան փաստենք, որ պարտքի մասին, որ հիշում եք Թրամփը ասում էր պետքա վերադարձվի, հիմա խոսում են, որ մենք ավելի շատ օգուտ կունենանք, քան ծախսել ենք, բայց ոչ մի պարտավորեցող բան չկա Ուկրաինայի վրա այստեղ։ Այո, չկա, որովհետև այսօր կետեր էին հրապարակվել, եւ մի բան էլ Թրամփը ասեց, որ սա կարեւոր է, որովհետև այդ տարածքը, որտեղ մենք բիզնես ենք դնում, դա պաշտպանված է։ Այսինքն ըստ էության ակնարկեց Հիմա լավ թե վատ գիտեք ես չեմ կարող որևէ բան այսպես Թրամփի բարակայում երաշխավորել ասել, այո, հենց դա ինքը չի ասում པարզ, ինքը դե ծոթի մեջ ասում է դե որ մենք այդտեղ ենք, ով կհամարցակվի, որ ես եմ, այ Բայդենի վախտով կա, որ ես եմ։ Հիմա ԱԳ-ի դե վերջին օրությունն ասեց, որ պարզվում է, որ ֆոնդային բորսաները հիմա վատ վիճակում են, Բայդենն է մեղավոր։ Ոչ թե տարիֆները, այ Բայդենն է։ Մեկ-մեկ էլ Օբաման։ Եվ այլ, մեկ-մեկ էլ Օբաման, այո, գրիպ power։ Եվ այս իրավիճակում, այո, եւ Ուկրաինայի կողմից սա կարելի է ասել Ուկրաինայի համար հաղթանակ էր եւ Գումարած կոնգրեսում կարծես թե հաստատում են Ուկրաինային $50 միլիոն։ Այսա ասում է առաջին վաճառում են։ Այո, վաճառում են, այո, վաճառում են եւ բայց սա շատ կարեւոր է։ Զելենսկին ասել է մենք պատրաստ ենք գնել, այո։ Եվ մեր ժամանակը սպառվեց ցավոք սրտի վաղ լայվս կտրամադրեմ, այո։ Լայվը ինչ է, կարող եք ասել թե չէ։ Դե դեր հայաստանյան արդեն խնդիրներից կխոսենք, իմ լայվը կլինի հատկապես մասիվի դեպքերից եւ այլն, Ռուսաստանի դերակատարության ուրեմն փորձեր են արվում այսպես մեծացնել դերակատարությունը, գիտեք։ Իսկ երկուշաբթի օրվանից հունի մեջ մտած արդեն կսկսեն վերլուծությունները Միացյալ Նահանգներից։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր ծրագիրն այսքանով այսօր էլ ավարտվեց, ցտեսություն։ Մենք ձեզ հետ կհանդիպենք վաղը լուրերի թողարկմանը։